Գիտեք արդյոք, թե որ դեղամիջոցն է զբաղեցնում վաճառքի առաջին տեղը Հայաստանի դեղատներում։ Ոչ հակաբիոտիկ է, ոչ սրտային դեղամիջոց եւ ոչ էլ վիտամին։ Սա ցիտրամոնն է, փոքրիկ հաբը, որը տասնամյակներ շարունակ ապրում է յուրաքանչյուր տնային դեղատուփում։ Մենք սովոր ենք այն համարել գլխացավի դեմ պարզ միջոց, եւ դրանում կա ճշմարտություն։ Բայց այսօր ես ձեզ կպատմեմ այն մասին, ինչը գրված չէ հրահանգում։ Ինչպես է ցիտրամոնը աշխատում ներսից, որտեղ է դրա կիրառումը արդարացված եւ որտեղ այն կարող է վնասել, հատկապես հասուն տարիքի մարդկանց։ Իմ անունը Անահիտ է։ Եթե ուզում եք հասկանալ ձեր մարմինը եւ գիտակցված որոշումներ կայացնել ձեր առողջության վերաբերյալ, բաժանորդագրվեք ալիքին եւ դրեք հավանում։ Ցիտրամոնը համակցված դեղամիջոց է, եւ հենց սա է դրա գլխավոր առանձնահատկությունը։ Մեկ հաբի մեջ միաժամանակ աշխատում են 3 ակտիվ նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը։ Առաջինը՝ ացետրիլսալիցիլաթթուն, որն ավելի հայտնի է որպես ասպիրին։ Այն հանգստացնում է բորբոքումը, իջեցնում ջերմությունը եւ խոչընդոտում թրոմբոցիտների կպչունակությանը, այսինքն նոսրացնում է արյունը եւ բարելավում արյան շրջանառությունը։ Երկրորդը՝ պարաքետամոլը։ Այն ազդում է ուղեղի ջերմակարգավորման կենտրոնի վրա, օգնելով իջեցնել ջերմությունը եւ լրացուցիչ ուժեղացնում ցավազրկող էֆեկտը։ Դրա հակաբորբոքային ազդեցությունը ավելի թույլ է, քան ասպիրինինը, բայց միասին դրանք աշխատում են զգալիորեն ավելի հզոր, քան յուրաքանչյուրը առանձին։ Երրորդը՝ կոֆեինը։ Այն տոնուսավորում է անոթները, ուժեղացնում արյան հոսքը եւ օգնում է մյուս երկու բաղադրիչներին ավելի արագ եւ արդյունավետ գործել։ Հենց կոֆեինով է բացատրվում այն թեթև աշխուժացնող զգացումը, որը շատերը նկատում են ցիտրամոն ընդունելուց հետո։ Պաշտոնական բժշկությունը ճանաչում է այս դեղամիջոցի մի քանի հստակ ցուցումներ եւ արժե իմանալ դրանց մասին։ Նախ եւ առաջ գլխացավը, ներառյալ միգրենը։ Ցիտրամոնը լավ է պայքարում դրա դեմ հենց այն պատճառով, որ կոֆեինը լայնացնում է նեղացած անոթները, իսկ երկու անալգետիկները միաժամանակ արգելափակում են ցավային ազդանշանը։ Սա բացատրում է, թե ինչու են շատերը այն ավելի արդյունավետ համարում, քան պարզ պարացետամոլը կամ ասպիրինը առանձին։ Երկրորդ ցուցումը՝ բարձր ջերմությունը։ Պարացետամոլը ցիտրամոնի կազմում օգնում է իջեցնել այն։ Կարևոր է հիշել, որ դեղամիջոցը թույլատրված է մեծահասակներին եւ 12 տարեկանից բարձր դեռահասակներին, 49 կիլոգրամից ավելի քաշով։ Երրորդը՝ հոդացավերը բորբոքային գործընթացների ժամանակ, օրինակ արթրիտի կամ հոդատապի պոդագրա դեպքում։ Ցիտրամոնը տալիս է որոշակի թեթևացում, թեև հոդացավերի համակարգային բուժման համար բժիշկները նախընտրում են մասնագիտացված հակաբորբոքային դեղամիջոցներ։ Եվ վերջապես, ցածր զարկերակային ճնշումը։ Կազմի մեջ առկա կոֆեինն ու ասպիրինը օգնում են այն փոքր-ինչ բարձրացնել։ Հիպոտոնիայով տառապող մարդիկ երբեմն օգտագործում են այն հենց այդ նպատակով։ Սա արդարացված է, բայց միայն դրվագային, ոչ թե մշտական հիմունքներով։ Այստեղ սկսվում է այն, ինչի մասին դեղատանը ձեզ հաստատ չեն պատմի։ Ացետիլսալիցիլաթթվի բարձր պարունակության շնորհիվ ցիտրամոնը կիրառություն է գտել մաշկի խնամքում։ Լուծեք 5 հաբ կես լիտր տաք ջրի մեջ։ Ավելացրեք 1 թեյ գդալ մեղր եւ 3 կաթիլ վիտամին E կամ A։ Խառնուրդը քսեք մաքրված դեմքի մաշկին 5 րոպեով եւ լվացեք։ Կանոնավոր կիրառումը օգնում է նվազեցնել բորբոքումը եւ թարմացնել դեմքի գույնը։ Նույն խառնուրդն օգտագործում են որպես շամպուն, թեփի դեմ, քսում են մի քանի րոպեով եւ մանրակրկիտ լվանում։ Եվս մեկ անսպասելի կիրառություն այգեգործների համար։ Մեկ հաբը լուծված 20 լիտր ջրի մեջ տալիս է լուծույթ փուլացած դեկորատիվ բույսերի օռոկման համար, օգնում է նրանց վերականգնվել փոխպատվաստումից հետո եւ երկարացնում է ծաղկումը։ Իսկ կես հաբը 1 լիտր ջրի մեջ արդյունավետ միջոց է սենյակային ծաղիկների հողային մոծակների դեմ։ Իսկ հիմա ամենակարևոր մասը։ Հենց այստեղ եմ ես ուզում ձեզ հետ հատկապես ուշադիր խոսել, որովհետև այնինչ անվնաս է 30 տարեկանում, մեր տարիքում կարող է լրիվ այլ հետևանքներ ունենալ։ Առաջին եւ բացարձակ հակացուցումը, հղիությունը եւ մինչեւ 12 տարեկան տարիքը։ Երկրորդը՝ ստամոքսի հիվանդությունները։ Ացետիլսալիցիլաթթուն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։ Եթե ունեք գաստրիտ, խոց կամ ստամոքսային ցավերի հակում, ցիտրամոն ընդունեք միայն ուտելուց հետո եւ ցանկալի է ստամոքսը պաշտպանող դեղամիջոցների ներքո, ինչպիսիք են օմեպրազոլը կամ պանտոպրազոլը։ Առանց նման պաշտպանության սրացման ռիսկը շատ բարձր է։ Երրորդը՝ արյան մակարդելույթյան խանգարում։ Ցիտրամոնը նոսրացնում է արյունը եւ արյունահոսությունների հակվածության դեպքում սա կարող է վտանգավոր լինել։ Այդ իսկ պատճառով այն չի կարելի օգտագործել որպես արյունը նոսրացնող մշտական միջոց։ Դրա համար գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ, որոնք նշանակում է բժիշկը։ Չորրորդը, եւ սա հատկապես կարևոր է մեզ համար, զարկերակային բարձր ճնշումը եւ սրտանոթային հիվանդությունները։ Ցիտրամոնի կազմում առկա կոֆեինը կարող է բարձրացնել ճնշումը։
Եթե ունեք հիպերտոնիայի հակում, տարած ինֆարկտ կամ կաթված, ցիտրամոնի կիրառումը պետք է համաձայնեցվի բժշկի հետ։ Եվ վերջինը ալկոհոլը։ Ցիտրամոնի եւ ալկոհոլի համատեղ ընդունումը բազմապատիկ ուժեղացնում է լյարդի եւ ստամոքսի ծանրաբեռնվածությունը։ Սա խիստ սահմանափակում է, որը չի կարելի անտեսել։ Ընդունման օպտիմալ տևողությունը 7-ից 10 օրից ոչ ավելի։ Ցիտրամոնը շտապօգնության միջոց է, այլ ոչ թե երկարատև բուժման դեղամիջոց։ Ցիտրամոնը ժամանակի ընթացքում ստուգված դեղամիջոց է, որը ճիշտ կիրառման դեպքում իսկապես օգնում է, բայց ինչպես ցանկացած տեղ, այն պահանջում է հարգանք եւ ըմբռնում, հատկապես հասուն տարիքում, երբ մեր օրգանիզմն ավելի սուր է արձագանքում։ Իմանալ ձեր դեղերը պարանոյա չէ, դա ինքնախնամք է, եւ հենց այդ մասին ենք մենք խոսում այս ալիքում։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, դրեք հավանում եւ կիսվեք ձեր մտերիմների հետ։ Բաժանորդագրվեք ալիքին նոր թողարկումները բաց չթողնելու համար։ Ձեզ հետ էր Անահիտը։ Խնամեք ձեզ եւ մինչ հանդիպում հաջորդ տեսանյութում։